Այմը մեծամասնությունը պատերազմը տեսած մարդիկ են։ Դա մանկության ընկեր, մարտական ընկերներ, որ մարդիկ չեն մոռացվում։ Բարք բոլոր տղերքին, զոհվածներին, բակներ եղան հայրենիքին։ Մեզ ինչ որ կատարվում է, շատ լավ բան է կատարվում, մարդկանց երիտասարդ սերնդին հիշելու, ապագան ավելի հզոր պատկերացնելու, հաղթողի հոգեբանության աշխարհին նայելու, այս երիտասարդ տղաներն են այդ բանի համար իրանց չարի կյանքը զոհել։ Ուշակարը նախաձեռնությունը մեր մանվելիներ, ես ուզում եմ անձինս ես ինձ շնորհակալություն ասեմ, ու մեր կազմակերպության անունից շնորհակալություն մանվելյան։ Ողջունում ենք նախաձեռնությունները, շատ ապրես։ Իրոք ամեն մի հատ անհատ, ամեն մի հատ հայ մարդ, որ կարողանա, ասենք, նմանատիպ մի հատ բան նախաձեռնել, մենք պակաս չենք ունենալու մեր սերունդին փոխանցելու հիշողությունները, մեր տղերքի հիշատակները, մեր այդ հավերժությունների, շատ կարևոր է, մեր սերունդը շատ մեծ պարտականություն ունի իր ուսերին, մեր զոհված տղաների հիշատակի համար, իրոք շատ կարևոր է, շատ ապրես։ Տնօրենի թույլտվությամբ Մարիկայի համայնքով դպրոցում ազատամարտիկ ներեցավար զոհված Գագիկ Սարգսյանի անվան դասասենյակ է բացվում մատաղ սերնդի ապագա հայրենասիրական գաղափարներով եւ հայրենասիրությամբ մեծացնելու եւ զգացմունքների պատասխանելու համար։ Շնորհակալություն դպրոցի տնօրինությանը, որ աշակերտների հետ դժվար աշխատանքի հետ միաժամանակ կարողանում են հասարակական կյանքով զբաղվել, չմոռանալ իրենց հայրենիքի հերոսներին, նախկին իրենց սանը։ Ազատամարտիկ բոլոր հերոսներին, ամեն մեկը թող սենց իր դասասենյակ ունենա, այգին իր անվան լինի, արձաններ լինեն, հուշաքարեր, խաչքարեր լինեն, որ հայրենիքի ոգի բարձր լինի բոլորի նկատմամբ։ Սա պարգևներն է 92-94 մարտական գործողությունների մասնակից, սա նախագահի կողմից տված արիության պարգևն է, հետմահու, սա նախագահի քաղվածն է, հրամանից քաղվածք է, պարգևատրման մասին արիության, սա մանկության նկարներն են Գագիկի, սա զինվորական համազգեստով իր նկարն է։ Խնդրում եմ մի րոպե օգնեկաց լորությամբ հարգենք մեր զոհված ազատամարտիկների հիշատակը։ Ես դիմում եմ մեր երեխեքին, մեր երիտասարդներին սովորելով հաղթեք թշնամուն։ Պարտադիր չի մարդ զինվոր լինի, որ հայրենիքի համար լավ բան ունի։
Աշխատանքի զինվորներ եք, հերոսեր եք։ Հայրենիքը շենացնելու, նոր տուն կառուցելու, ճանապարհներ, բերք բարիք ստեղծելու, հերոսներու զինվորներ եք։ Բայց երբ որ գա ժամանակը, մենք հաղթող ազգ ենք եղել։ Պետություններ են առաջացել ու վերացել, պատմության գիրքն են անցել։ Այդ պետությունների կողքին Հայաստան անունն է եղել, առ այսօր կա։ Հայերի կա, ինչ է նշանակում։ Հայի ոգին է, որ իրան ապրեցրել է։ Իր ընտանիքի, իր հողի, Մեսրոպյան տառերի, դա է հայրենիքը պահել։ Տղաներ մի վախեցեք ծառայելուց, այդ երեխայական խոսակցությունները դժվար է այսային է, դժվարությունը տղաների համար է, ում համար։ Աղջիկներ սիրեք են տղաներին, որոնք որ պատրաստ են հայրենիքին ծառայելու, կամ որ ծառայել են արդեն, իմացեք որ տղամարդը արդեն, մայրեր, քույրեր, հայրենիքին արժանի զավակն են մեծացրել, ոնց որ բազմիկը շատ վատ է ներկա չլինելը ֆիզիկապես, բայց մենք պատերազմ անցած մարդիկ ենք հոգեպես, նրանք մեր հետ են, մեր կողքին են, մեր մեջ են ապրում։ Բոլորիդ ուսման մեջ հաջողություն։ Շնորհավորում եմ ձեզ, ձեր համար մեծի դեպք էր սա, որ մտնելով դասարանը պատմության զգացումով որ մի հաղթող հերոս զինվորի անունով դասարան կա։ Նմանվեք իրան, բայց խաղաղության հերոսներ են, խաղաղության զինվորներ են, երեխեք են։ Շնորհակալություն դպրոցի տնօրինությանը, մեր համար սա մեծ բան է, մեր համար ասելով որպես հայ, որպես մարդ մենք սենց բաներ փորձում ենք մեր կազմակերպության միջոցով ունենց անենք, որ Հայաստանի ամենից ակողում ոչ մի զինվոր չմոռացվի, ով իր կյանքը դրել է հայրենիքի զոհասեղանին, հավերժ պարտների անվանական կարևոր չի շեշտել բոլորին, բոլորը մի անուն ունեն ազատամարտիկներ, հայրենիքի զինվորներ։ Շնորհակալություն։ Նախարարի հրամանակ պաշտպանության նախարար 24/12/2011 թվականի 15:37 հրամանից խաղաղության մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ սատար հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամներին խրախուսելու նպատակով հրամայում են պարգևատրել ՀՀ զինված ուժեր 20 տարի հոբելյանական մետարով Գարեգինի Մնացականյանին Շնորհավորում ենք Ստեփանյանին։ Շնորհակալություն։